Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լույսի Քոչարյանը, նշեմ բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ դիտել եւ լսել հնարավոր է։ Տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են նույն կայքում ես առողջ եմ բաժնում։ Եվ իհարկե հենց հիմա կարող եք միանալ Facebook-յան հարթակին։ Ես հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջին եւ միանաք այստեղ եւս live stream-ի տարբերակին։ Կարող եք նաեւ հարցեր ու դիտարկումներ թողնել մեկնաբանությունների բաժնում։ Ներկայացնեմ ում հետ ենք զրուցելու, այսօր մեր հյուրն է բժիշկ նյարդաբան Զարուհի Թավադյանը, ողջույն։ Ում հետ մենք հերթական անգամ ըստ ավանդույթի արդեն ես առողջ եմ շրջանակում խոսելու ենք Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրվա մասին, որը նշվում է վաղը կարծես թե եւ մենք ընդառաջ այսպես քանզի այսօր է մեր ուղիղ եթերը, մենք նվիրելու ենք այսօրվա եթերը Պարկինսոնի հիվանդությանը, որովհետեւ կարծում եմ նույնիսկ մեկ անգամ տարին քիչ է, բայց ամեն դեպքում ավելի լավ է, քան ոչինչ, քան ընդհանրապես չարադարանալ, այնպես որ այսօր ամենակարևոր կետերով անցնելու ենք Պարկինսոնի հիվանդության մասին, ինչ պետք է իմանալ, ինչ դուք կուզեիք որպես բժիշկ նյարդաբան, որ հանրությունը կարևոր էր, ուշադրություն դարձներ, ճանաչեր եւ այլն, ու իհարկե հաղորդման արդեն երկրորդ հատվածում անդրադառնալու ենք դեղորայքային, վիրահատական, որևէ ամենաառաջադեմ եւ ամենանոր մոտեցումներին արդեն բուժման ասպարեզում։ Սակայն սկսենք սովորական ստանդարտ, եթե կարելի է այդպես ասել, տեղեկությունից այս հիվանդության մասին։ Ինչ է կարծում ընդհանրապես օրինակ մարդիկ մեր հանրությունում տեղեկացված են այս հիվանդությունից, այսքան տարի դուք զբաղվում եք, մենք էլ քիչ եթերներ չենք արել, ինչ դիտարկում ունեք։ Արդեն ավանդույթ է դարձել մեր հանդիպումը ընդառաջ, այո, ամեն տարի Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրվան ընդառաջ։ Ես կարծում եմ, որ մեր ձեր ջանքերով իրազեկումը իր գործը արել է, որովհետև պացիենտները, հարազատները բավականին հիմա տեղեկացված են եւ գիտեն ինֆորմացիան որտեղ գտնել եւ եթե առաջ ոչ հավաստի աղբյուրներից են փնտրում, հիմա ես տեսնում եմ, որ բավականին լավ տեղեկացված են լավ աղբյուրներից եւ ճիշտ հարցեր են տալիս, նույնիսկ երբեմն լինում է արդեն հիվանդությունը կասկածելով իրենց մոտ գալիս են, որովհետեւ գիտեն հիմա հնարավորությունները շատ են սիմպտոմները ստուգելու, ճշտելու ինչ կարող է լինել։ Արհեստական բանականությամբ ասես, ես զգում եմ, որ դուք ինձ դա եք ուզում նշել, այսօր մեր կյանք ոնց որ այս հարցում էլ շատ մխրճվել է, իսկ ինչ եք կարծում, սովորաբար ճիշտ է եզրակացություններ տալիս այս հավելվածը։ Կարծում եմ, որ գնալով կատարելագործվում է եւ ինֆորմացիան ավելի ճշգրիտ է դառնում։ Իհարկե շատ երբեմն աբսուրդային բաներ են հանդիպում, բայց մեծամասամբ պացիենտները արդեն ինչ որ ձևով տեղեկացված են լինում իրենց սիմպտոմների, ընթացքի եւ այն հնարավորությունների մասին, օրինակ որ կա վիրահատական բուժում կամ կա դեղորայքային բուժում եւ ժամանակի ընթացքում այդ ամեն ինչի որակը իմ կարծիքով բարձրանում է եւ աղբյուրների որակը որտեղից որ արհեստական բանականություն վերցնում է, այո, օգտվում է եւ պացիենտները զուգահեռաբար, բայց այնպես չի որ ես կողմ եմ դրան կամ դեմ, դա մի կողմից լավ է, մի կողմից վատ, որտեղ երբ որ մարդը գալիս արդեն ամրապնդված պատկերացումներով, երբեմն դժվար է պայքարել։ Եթե օրինակ ինչ-որ բան այնտեղ սխալ է կամ լիարժեք չի ներկայացվել։ Ամենապարզը որ ախտորոշումը արդեն դրվել է կամ հերքվել է իր մտքում եւ դրա հետ պետք է պայքարել։ Այսինքն դեռ բժշկի հետ խորհրդատվությունը, բժշկի հսկողության տակ գտնվելը կմնա արտիական եւ չի դուրս գա շրջանառությունից։ Միանշանակ, իմ կարծիքով դա միշտ է մնալու, որովհետեւ փոխհարաբերությունները բժշկի եւ պացիենտի հնարավոր չէ փոխարինել։
Պարկինսոնի հիվանդությունն արդյոք այնքան վտանգավոր է կամ վախենալի, նույնիսկ ես կասեի, որքան մարդիկ են կարծում, որովհետև մի տեսակ այսպես շատ մեծ զգուշություն, շատ սթափություն կա, երբ լսում են այս հիվանդության մասին, արագ հերքեք կամ հաստատեք եւ այլն։ Այն իրոք վտանգավոր է ըստ բժշկի։ Տեսեք, շատ կախված է իհարկե ինդիվիդուալ դեպքից, բայց եթե մենք վերցնենք ընդհանուր այն հիվանդությունները, որոնց մենք հանդիպում ենք նյարդաբանության ոլորտում, դա կարելի ասել ամենալավ դիրքերում գտնվող հիվանդությունը, որովհետև կա արդյունավետ սիմպտոմատիկ բուժում։ Ամենալավ, հուսադրող այսինքն։ Կան այլ մեթոդներ, որոնք նախատեսված են ավելի բարդ պացիենտների համար, եւ հիվանդությունը շատ հետազոտվում է, բազմաթիվ հետազոտություններ են գնում եւ դեղորայքային բուժման եւ հետագայում հիվանդության ընթացքի վրա ազդող դեղամիջոցներ կամ այլ մեթոդներ գտնելու համար, այսինքն հիվանդությունը իրականում այդքան վատ դիրքում չի, պացիենտները իմ կարծիքով այդ իմ ասած կախված է նրանց ինչ աղբյուրներից են օգտվում, կարդում են, տեսնում են այնտեղ գրած է օրինակ տևողությունը կյանքի կամ ինչ որ շատ վատ ձևով ներկայացված ծանր սիմպտոմներ, բայց դա վերաբերվում է պացիենտների փոքրամասնությանը, բայց այտենց ցավոք մենք հանդիպում ենք դրան, բոլորս կարող ենք դա կարդալ։ Եկեք ախտանշաններից խոսենք, դուք ասացիք, որ սա հատկապես վախենալի է երբեմն ներկայացված լինում, սկսենք թեթևներից եւ մինչեւ իսկապես արդեն ծանրերը, որոնք շատ են ազդում մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջության որակի վրա։ Այո, դե եթե վերցնենք շարժողական նշանները, այն դասական, որոնց վրա որ պացիենտը ուշադրություն է դարձնում հենց առաջի հերթին կամ հարազատը, դա երևի ամենաբարոյական սիմպտոմը կլինի դողը, դա այդպես կոչված հանգստի դողն է, երբ որ ձեռքը կամ ոտքը դողում են հանգիստ վիճակում, այսինքն գործողության ժամանակ դողը կարող է նվազել կամ նույնիսկ անհետանալ։ Հետագայում արդեն մի փոքր դանդաղկոտություն կարող է կախված ընդգրկված կողմից ձեռագիրը փոխվել կամ դժվարություններ լինել, կոճակներ կոճկել, անկողնու մեջ շրջվել, ցածր բասկաթոռից վեր կենալ, այդ ամեն ինչը շատ դանդաղ է ընթանում, այսինքն հիվանդությունը ունի աննկատ սկիզբ եւ շատ դանդաղ ընթացք, մի օր չի զարգանում մարդը եւ դող նկատում։ Պարկինսոնի հիվանդությունը երբեք այդպես չի արտահայտվում, այն զարգանում է տարիների ընթացքում, սիմպտոմները իհարկե կուտակվում են, որոշ սիմպտոմներ կան, որոնք սկզբում չկան, օրինակ քայլվածքի հավասարակշռության հետ կապված, բայց ի հայտ են գալիս, չգիտեմ, հիվանդության 6-րդ, 10-րդ տարիների ընթացքում եւ ունեն իհարկե որոշակի խնդիրներ դրանց վերահսկողության հետ, որտեղ կարող են չի ենթարկվել են դասական բուժմանը։ Նաև ուզում եմ նշել են սիմպտոմները, որոնք շարժողական չեն, բայց կարող են հիվանդության ընթացքը բավականին բարդացնել, դրանք հիշողության խնդիրներ են եւ այսպես կոչված նեյրոհոգեբուժական, դրանց մեջ մտնում է օրինակ տեսողական եւ տարբեր տեսակի հալյուցինացիաներ, երբեմն զառանցանք, անձի փոփոխություններ, օրինակ կասկածամտություն, երբեմն խանդ եւ նման տեսակի փոփոխություններ, որոնք մասամբ կապված են հիվանդության խորացման հետ, մասամբ նաեւ դեղորայքային բուժման հետ եւ որպես կողմնակի արդյունք։ Այո, որպես կողմնակի ազդեցություն եւ կարող են մեծամասամբ հսկվել բժշկի կողմից։ Տարիքային սահմանները մենք կարող ենք նշել, օրինակ սովորաբար երբ է սկսվում ու աննկատ մնում, երբ է բուռն զարգացում ապրում։ Դա այդքան տարիքից կախված չէ, իհարկե ավելի երիտասարդ պացիենտները կարող են ունենալ ավելի բարորակ ընթացք, հիշողության խնդիր է իրանց մոտ, ավելի հազվադեպ է զարգամ, եթե հիվանդությունը սկսվել է ավելի մեծ տարիքում, օրինակ 70-ից կարող է ունենալ եւ ավելի արագ ընթացք եւ դրան որովհետեւ գումարում են որոշակի փոփոխությունները տարիքային նյարդային համակարգի։
Բայց եթե վերցնենք օրինակ ընթացքի տարիները, առաջին մի քանի տարին մանավանդ երբ որ դեղորայքային բուժումը սկսվում է, դրանք կարող են իդեալական լինել, այսինքն սիմպտոմները գրեթե չի երևալ։ Հետագայում արդեն կարող են ի հայտ գալ բարդություններ, որոնք կապված են հենց դեղորայքային բուժման հետ, եւ նաև առաջանալ սիմպտոմներ, որոնք չեն ենթարկվում միգուցե դեղորայքային բուժմանը։ Օրինակ իմ ասած հավասարակշռության խնդիրը կամ որոշակի խոսքի փոփոխությունը, որը պացիենտները նշում են։ Այստեղ կինեզոթերապևտներ, լոգոպեդներ իմաստ ունի աշխատել, համագործակցել իրենց հետ, թե չի շտկվում ամեն դեպքում։ Միանշանակ, շատ ավելի արդյունավետ դա կարող է լինել, քան դեղորայքային բուժումը, խոսքի եւ հավասարակշռության խանգարումների հետ կապված հատկապես։ Իրականում կինեզոթերապիա եւ խոսքի թերապիայի դերը շատ մեծ է։ Այստեղ պետք է թիմային աշխատանք, այսինքն ոչ թե միայն նյարդաբանը զբաղվի, այլ զուգահեռաբար ընդգրկված լինի եւ կինեզոթերապևտը, լոգոպեդը, երբեմն դիետոլոգը, հոգեբուժը, հոգեբանը, գաստրոենտերոլոգը, որովհետև կան այլ նշաններ, օրինակ փորկապություն, շատ արտահայտված երբեմն։ Մեր մոտ այդ կողմը կարողում է մի քիչ շատ դժվար է թիմ ստեղծել, հավաքել, բայց կան այդ բոլոր մասնագետները բավականին հիմա աշխատում են իրենց վրա, զարգանում են, վերապատրաստվում են։ Մենք համագործակցում ենք, շատ լավ մասնագետներ կան, գրագետ եւ շատ են մեզ օգնում, բայց խոսքը գնում է ավելի շատ նույն տեղում բոլորին հավաքելու մասին, որ պացիենտը ստիպված չի լինի տարբեր կենտրոններով սենյակներով, կենտրոններով, սենյակները դեռ ոչինչ, այո, եթե բժշկական կենտրոնները դա ավելի դժվար է եւ ժամանակի առումով եւ կազմակերպման հաճախ ասում եմ, որ ես այդպես շատ եմ լսել, որ տղամարդկանց մոտ ավելի շատ է հանդիպում այս հիվանդությունը, սա կապ ունի իրողության հետ, թե ոչ։ Այո, որոշ չափով, ոչ շատ մեծ տարբերությամբ, բայց մոտավորապես 1.5 երբեմն 2 անգամ տվյալներով կարող ավելի հաճախ լինի։ Ու նաև հաճախ ենք լսում, որ այս հիվանդության հենց սկզբից կամ ավելի ուշ փուլերում սկսում է զարգանալ դեպրեսիա կամ դեպրեսիվ որևէ խանգարում տարբեր աստիճանի։ Իրոք այս երկուսը իրար հետ շատ կապված են, թե չէ, որովհետև մի բան է տագնապայնության, մի քիչ աճակպչուն մտքերի դրսևորումը, բայց դեպրեսիան ոնց որ թե ավելի լուրջ խնդիր է։ Այո, դեպրեսիան իրականում շատ ակտուալ եւ լուրջ խնդիր է Պարկինսոնի հիվանդության դեպքում, որովհետեւ առաջին հանդիսանում է պրեմոտոր, այսպես ասած, նշան, եւ այն պացիենտները, ովքեր որ ունեն դեպրեսիա, ավելի բարձր ռիսկ ունեն Պարկինսոնի հիվանդություն ունենալու։ Հակառակ ազդեցությունները փաստորեն այստեղ աշխատում։ Կապ կա այդպիսի եւ դեպրեսիան շատ հաճախ սկսվում է միջև մոտոր նշանների հայտ գալը, պացիենտները երբեմն բուժվում են, երբեմն չեն բուժվում, բայց երբեք գրեթե չեն կապում մեկը մյուսի հետ, բայց դեպրեսիան այն խանգարումն է, որը պայմանավորում է կյանքի որակը Պարկինսոնի հիվանդության ժամանակ։ Դա հազվադեպ են հաշվի առնում մասնագետները, իրական պացիենտները դիմադրում են երբեմն, երբ որ պետք է դրանով զբաղվել։ Կարող ենք մենք Պարկինսոնի հիվանդությունը համարել հստակ քրոնիկական, որը երբեք լիարժեք բուժման չի ենթարկվում, եւ կարող ենք արդյոք պնդել, որ այն միայն զարգանում է, այսինքն նույնիսկ կանգնեցնել հնարավոր չէ, ինչ կասեք։ Այո, այս պահին այդպես է, հիվանդությունը ունի պրոգրեսիվ ընթացք, եւ այս պահին մենք միջոց չունենք այդ պրոգրեսիայի վրա ազդելու, դա չի նշանակում, որ 1 տարի, 3 տարի կամ 5 տարի անց մենք չենք ունենա արդեն ինչ որ մի բան, որը որ կկարողանա ինչ որ մի պրեպարատ կամ միջոց, որը կկարողանա կանգնացնել կամ գոնե դանդաղացնել ընթացքը։ Այսինքն բժշկագիտությունը շատ ակտիվ այս ուղղությամբ աշխատում է։ Այո, կան կենտրոններ, կան ֆոնդեր, որոնք հատուկ զբաղվում են դրանով։ Իսկ ժառանգականության մասին ինչ կասեք, այսինքն այդքան վտանգավոր է եւ ռիսկային է, եթե հարազատների մեջ եղել է դեպք Պարկինսոնի։
Դե դա իհարկե ռիսկը բարձրացնում է, ընտանեկան դեպքերը կազմում մոտավորապես մի 15% իրական, եթե նայենք։ Սա շատ է, թե քիչ է։ Մենք Սա երբեմն դժվարանում ենք քիչ է եւ երբեմն պացիենտները գալիս են մտածելով, որ դա ժառանգական հիվանդություն է, ասում են, այո, չունենք որտեղից։ Ես չունեմ որտեղից, այո, բայց իրական դա իդիոպաթիկ պատճառ չունեցող այս պահին մեծամասնություն դեպքերի կան ենթադրություններ, ինչի առաջանում էլի գենետիկ գործոնը այնտեղ կա եւ դրան գումարված շրջակա միջավայրի ազդեցությունը նյարդային համակարգի վրա կան նյութեր, որոնք առկա են հողում, ջրում եւ Արդյոք Պարկինսոնի հիվանդությունը համարվում է գլխուղեղի, ահա այս օրգան համակարգի հիվանդություն հստակ։ Այո։ Եթե դասական մոտոր նշանները շարժողական վերցնենք, դա մի հատված է գլխուղեղի, ուղեղաբնի ավելի շուտ, որը կոչվում է միջին ուղեղ, այնտեղ կա հատված, որը կոչվում է սև նյութ, որտեղ արտադրվում է դոֆամին։ Դոֆամինը մեզ անհրաժեշտ է շատ բաների համար, բայց նաև սահուն շարժումների համար, արագ շարժումների համար, նաև պատասխանատու է, գիտեք, մոտիվացիայի համար եւ հիշողություն, կենտրոնացում եւ այլն բաների համար է պատասխանատու, բայց իրականում դա ամբողջ ուղեղի հիվանդություն է, որտեղ այլ հատվածներ են ընդգրկվում եւ ուղեղաբնի, օրինակ հոտարական համակարգը պացիենտները կարող են տեսնել, որ հոտառությունը նվազել է կամ կորել է, կան կենտրոններ, որոնք պատասխանատու են օրինակ ճնշման կարգավորման համար, ստամոքսաղիքային տրակտի համար, հիշողության համար եւ այդ ամեն ինչը մի հիվանդության հետևանքով է առաջանում, այսինքն դա ուղեղի մի հատվածի նույնիսկ խնդիր։ Օջախը գլխուղեղում է, սակայն արդեն տարածումը ֆունկցիոնալ, դիսֆունկցիոնալ, ավելի ճիշտ է, խնդիրները օրգանիզմով մեկ սկսում են դրսևորվել։ Մենք հարց ունեինք լսանից, արդյոք մեխանիկական, ֆիզիկական գլխուղեղի վնասվածքից կարող է սկսվել այս հիվանդությունը։ Վնասվածքները, հատկապես կրկնակի վնասվածքները, խոսքը գնում է օրինակ ուղեղի ցնցում կամ այլ վնասվածքների մասին, դրանք ուղղակի ռիսկն են բարձրացնում։ Որպես պատճառ, եթե դա չի առաջացրել գլխուղեղում ինչ որ օջախ, վնասում, միանվագ վնասվածքը մենք չենք կարող կապել, բայց կան տվյալներ, որ գիտեք օրինակ բռնցքամարտիկների մոտ նմանատիպ սինդրոմ է առաջանում եւ Պարկինսոնից պլյուս հիշողության խնդիր։ Մենք զրուցում ենք բժիշկ նյարդաբան Զարուհիթ Հավադյանի հետ, հիշեցնեմ, որ այսօրվա եթերը նվիրված է Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրվան եւ մենք փորձում ենք ամենակարևոր գիտելիքը փոխանցել այս բավական ծանր ընթացող քրոնիկական փաստորեն միայն զարգացող հիվանդության վերաբերյալ, որպեսզի ավելի զինված լինենք եւ որքան հնարավոր է վաղ ճանաչենք ախտանշանները եւ վաղ դիմենք։ Իդեպ արդյոք վաղ ախտորոշումը այստեղ կարևոր է։ Արդյոք այն ինչ որ բանի նպաստում է, եթե հիվանդությունը միևնույն է քրոնիկական է, միևնույն է զարգանալու է, ապա ինչ իմաստ կա վաղ ախտորոշման։ Իրոք այս պահին իմաստ չկա, որովհետեւ մենք չունենք միջոց, որը կկանխեր առաջացումը հիվանդությանը, պատակը դա պետք է լիներ։ Այս պահին չկա, բայց հետագայի համար դա արդեն ակտուալ է դառնալու, համոզված եմ, որ մոտակա տարիներին դա արդեն դուրս է գալու առաջի պլան եւ ինչպես շատ այլ հիվանդություններ, որքան վաղ, այնքան արդյունավետ։ Նույնիսկ շուտ բուժվել, ուշ բուժվելու հարցը, այստեղ երբեմն պացիենտները ասում են, եթե ես շուտ գայի, ժամանակ չկորցնեի, բայց դա գրեթե դեր չի խաղում հիվանդության ընթացքի մեջ։ Բայց կյանքի որակի վրա ազդում է թե ոչ։ Շատ կյանքի որակի, այո, կյանքի որակի վրա շատ է ազդում հիվանդությունը, պացիենտներ կան, որոնք չունեն մեծ ֆունկցիոնալ սահմանափակումներ, բայց ցանկալի է որ սկսեն բուժումը, որովհետև այդ բաները, որ օրինակ դանդաղությունը, ինչ որ բաներ աստիճանաբար սահմանափակվում են, կարող է այդպես կրիտիկական չեն, բայց կյանքի որակի վրա ազդում են։ Բացի դրանից ազդում են նաև հարազատների կյանքի որակի վրա,
այո, շատ, անխուսափելի։ այո։ Իրենց էլ պետք է հաշվի առնենք։ Ինչ գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ եք դուք նշանակում, որ այ վերջնական ախտորոշում ունենաք եւ չշփոթեք այլ հիվանդությունների հետ, որովհետեւ կարծում եմ դրսևորումներ կլինեն, որոնք տարբեր տեղերում են ի հայտ գալիս։ Այո, շատ ճիշտ եք, շատ մեծ ցանկ կա հիվանդությունների, որտեղ որ պարկինսոնիզմը նշաններից մեկն է, եւ տարբերակելը մեծամասամբ խնդիր չի լինում մասնագետի համար, բայց լինում են դեպքեր, երբ որ այդպես կասկած կա այս հիվանդությունն է, թե այն հիվանդությունը պետք է դիագնոստիկա անել, այդտեղ արդեն եւ այն ինչ որ հասանելի է մեզ, դա MRT դիագնոստիկան է, որը վերջի տարիներին թույլ է տալիս տեսնել հատուկ փոփոխություններ, այդ իմ ասած հատվածում գլխուղեղի սև նյութի փոփոխությունները հատուկ ձևով եթե արվում պրոտոկոլով, այլ հետազոտություններ այս բան Հայաստանում չկան, կան ռադիոիզոտոպային որոշակի հետազոտություններ, որոնք մեզ հասանելի չեն այս պահին, բայց իրենց դերն էլ բավական սահմանափակ է, այնպես չէ, որ դրանք 100%-ով կարող են բոլոր հարցերին պատասխանել։ Ամենակարևորը դա կլինիկական նշանների համադրությունը, այսինքն դա կլինիկական ախտորոշումը, երբեմն պետք է լինում ուղղակի մի քիչ սպասել, օրինակ մի կես տարի կամ 1 տարի մինչև վերջնական ախտորոշումը դրվի, օրինակ դա Պարկինսոնի հիվանդություն է, թե իր կլինիկական նշաններով նմանատիպ հիվանդություն, դա դեղորայքային բուժման առումով ոչ մի տարբերություն չկա, զուտ պրոգնոզի եւ դեղորայքային բուժման կարող է դրա վրա ազդեցություն ունենալ։ Փաստորեն նաև հորմոնների ստուգում, չգիտեմ, վիտամինների հանձնում, արյան անալիզ, մեզի անել, դրանք ոչ մեկը առանձնապես չեն հուշելու, հա, որևէ բան։ Մենք դրանք անում ենք, ավելի շատ բազային հասկանալու ինչ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել, որոնք զուգահեռաբար առկա են, կարող են բարդացնել հիվանդության ընթացքը, հավելյալ խնդիրներ առաջացնել պացիենտի համար, բայց դրանցով հիվանդություն չի ախտորոշվում կամ չի շղթվում։ Այլ բանի համար է։ Այո, այլ բանի համար է, այո, բայց պետք է մենք անպայման նշանակում ենք։ Ինչ այլ քրոնիկական հիվանդությունների հետ է հաճախ հանդիպում Պարկինսոնիզմը, կա նման դիտարկում, բացի դեպրեսիայից, սա արդեն հստակ հասկացանք։ Նկատի ունեք նյարդային համակարգի թե ցանկացած, գիտեք, օրինակ կան հիվանդություններ, որ սենց լավ զույգ են իրար հետ եւ իրար հետ են միշտ գնում։ Կարելի ասել, որ դա իհարկե հիվանդության սիմպտոմ է, բայց փորկապությունը որը վերածվում է արդեն գաստրոենտերոլոգիական առանձին խնդրի հաճախակի եւ վաղ սիմպտոմ է, կարող են լինել միզապարկի կարգավորման խանգարումներ տարբեր, որոնք էլի հիվանդության նշան է, զուգահեռաբար օրինակ հաճախամիզություն, անմիզապահություն եւ այլն։ Եվ կան այլ հիվանդություններ, որոնք ավելի հաճախակի են հանդիպում Պարկինսոնի հիվանդության պացիենտների մոտ, օրինակ շաքարային դիաբետը։ Եվ հասցնենք նաև խոսել դեղորայքային ու վիրահատական միջամտությունների բուժման վերաբերյալ, այ դեղորայքը արդյոք նշանակվում է մինչև կյանքի վերջի համար, ինչպես այլ քրոնիկական հիվանդությունների, թե հնարավոր է հանել, չգիտեմ, փոփոխել, դոզավորում քչացնել, ինչպես է աշխատում։ Այո, նշանակվում է ամբողջ կյանքի համար, իհարկե դեղերը կարող են փոխվել, փոխարինվել այլ պրեպարատներով, կան բազային պրեպարատներ, որոնք պարունակում են այսպես կոչված լևոդոպա, այն վերափոխվում է դառնում է դոֆամին, դա ոնց որ հիմնական թերապիա է։ Այո, այն ինչ որ պակասում է, լրացվում է, եւ կան արդեն այլ պրեպարատներ, որոնք տարբեր նշանակություն ունեն տարբեր փուլերում հիվանդության, բայց ընդհանուր առմամբ նշանակվում է ամբողջ կյանքի համար, սովորաբար դոզաները չեն իջեցվում, որովհետև հիվանդությունը պրոգրեսիվում է եւ նորմալ է, եթե 8-ից 12 ամիսը մեկ ինչ որ բան փոխվում է հաճախականությունը ընդունումների կամ դոզան կարող են փոխվել, նոր դեղեր ավելանալ, այդ ամենը կախված է նես ինչի կարիք ունի պացիենտը։ Իսկ մշտական այդ նույն դեղերից օրգանիզմը սովորել, ինչպես ասում են, սովորեց եւ այլ չի ազդում, այսպիսի ռիսկ կա Պարկինսոնի դեպքում։ Ոչ։
դեղերին սովորել հնարավոր չէ հիվանդության ժամանակ, բայց հիվանդության ընթացքը ուղղակի բերում է նրան, որ պահանջը մեծանում է այդ դեղերի նկատմամբ եւ դոզան պետք է բարձրանա։ Դա նրանից չի որ կախվածություն առաջացավ եւ այլն էսպիսի հարց ընդհանրապես չկա։ Ոչ, բայց օրինակ լևադոպայի պրեպարատների հետ կապված կա մի խնդիր, երբ որ ժամանակի ընթացքում դեղի ազդեցությունը կարճանում է եւ պացիենտը ստիպված է հաջորդ դեղաչափը շուտ ընդունել, դա ընկալվում է երբեմն որպես կախվածություն, որովհետև նշանները երբ որ հետ են գալիս շատ տհաճ, պացիենտը ստիպված է նորից դոզան ընդունել։ Հասկանալի է եւ հասկանանք վիրահատությունը, ինչի հետ եք աշխատում վիրահատությունը կազմակերպելիս, ինչի վրա եք ազդում եւ իհարկե արդյունավետությունը լավն է թե ոչ։ Տեսեք, վիրահատություն, մի քանի վիրահատության տեսակ կա, ես կասեմ այն ինչ որ կարելի ասել ոսկե ստանդարտ է հիվանդության համար, դա խորանի ստիմուլյացիան է, եւ այնտեղ գլխուղեղում կորիզներ կան, որոնք գերակտիվ են բացասական առումով, այսինքն առաջացնում են շարժումների դանդաղկոտություն կամ դող, ստիմուլյացիայով մենք իրականում դրանց ազդեցությունը ընկճում ենք եւ դրա հաշվին այն կորիզները կամ այն հատվածները ուղեղի, որոնք կարող են լավացնել շարժումները, իրենք ավելի ակտիվ են դառնում եւ շատ բաներ հեշտանում են։ Շատ արդյունավետ է, եթե պացիենտը ճիշտ է ընտրված եւ ցուցումը ճիշտ է, պացիենտը լավ թեկնածու է վիրահատության համար, պացիենտների ցավոք սրտի փոքր մասը կարող է վիրահատվել, կան շատ սահմանափակումներ, որոնք իրականում այնտեղ են, որովհետեւ պացիենտի շահերից ելնելով կարող է սխալ դեպքում վատանալ հավասարակշռությունը, խոսքը, հիշողությունը, այսինքն պետք է այդ ամենը հաշվի առնել եւ միայն լավագույն դեպքում փուլից կախված, տարիքից կամ սեռից, եթե այսքան ռիսկային է եւ կարող է հակառակը լինել։ Նայեք, ռիսկային է սխալ ընտրված պացիենտի համար միայն, ճիշտ թեկնածուն կարող է միայն դրական արդյունք ստանալ վիրահատությունից։ Ընտրում ենք այսպես, պացիենտը պետք է լավ պատասխան ունենա դեղորայքի վրա, այսինքն այդ նույն լևադոպայի պրեպարատը պետք է արդյունավետ լինի։ Այո, լավ աշխատի։ Եթե ինքը չի աշխատում, ստեղ կասկածներ կան առհասարակ ախտորոշման հետ կապված, պետք է լավ աշխատի, պետք է պացիենտը չունենա դեպրեսիա, պետք է չունենա որևէ արտահայտված հիշողության խնդիր, դրա համար արվում են համապատասխան թեստեր եւ պետք է այն հատվածները գլխուղեղի, որտեղ պետք է տեղադրվի էլեկտրոդը պահպանված լինեն, որտեղ մարդիկ զուգահեռաբար կան ունենան այլ խնդիրներ, օրինակ անոթային եւ արդեն փոփոխված ուղեղում էլեկտրոդ տեղադրելը կարող է հարցական լինել։ Իսկ եթե պացիենտը ճիշտ է ընտրված, վիրահատությունը հաջող է արված, այն ծառայելու է մինչև կյանքի վերջ, թե այդ սարքերը փոխելու ենթակա են եւ այլն։ Սարքերը նեյրոստիմուլյատորը փոխվում է ժամանակի ընթացքում, կախված նրանից լիցքավորվող է, թե լիցքավորվող չի, կարող է ծառայել 3 տարուց մինչև 15 տարի, կախված մոդելից, եւ բայց էլեկտրոդները տեղում են մնում, այսինքն դա փոքր միջամտությունը, ստիմուլյատոր փոփոխությունը, եւ այո, թույլ է տալիս մեթոդը ամբողջ կյանքի ընթացքում ծրագրավորել, վերածրագրավորել այն պարամետրները, որոնք առաջացնում են լավացում։ Եվ վերջին հարցը կարող եք հակիրճ, շատ 1 րոպե ունենք, կանխարգելել հնարավոր է այս հիվանդությունը, թե դա մեզնից կախված չէ։ Այս բանին միակ կանխարգելիչ մեթոդը դա ոչ թե կանխարգելիչ, այլ հիվանդության վրա դրական ազդեցություն ունեցող լրիվ կանխարգելիչ չկա, դա ֆիզիկական ակտիվությունն է բարձր։ Շատ հուսադրող էր, որովհետև սա շատ հասանելի է յուրաքանչյուրիս։ Մենք զրուցեցինք բժիշկ Նյարդաբան Զարուհի Թավադյանի հետ Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրվա առթիվ, այն նշվելու է վաղը, ուշադիր եղեք, ժամանակին դիմեք բժշկի եւ իհարկե հետեւողական։ Շնորհակալություն այս հետաքրքիր ու շատ կարեւոր եթերի համար։ Ես համոզված եմ, որ մենք ելի կհանդիպենք որևէ խնդրի շուրջ։ Ձեզ համար աշխատեց Լույսի Քոչարյանը եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ,
երբ տեղեկացված եմ։